Հայրենակիցներ, պարտավոր եմ նորից ասել։ Արդեն երկրորդ շաբաթն է Հայաստանի ազգային ժողովը շարունակում աշխատանքը ոչ լեգիտիմ կարգով։ Տնային կալանքի տակ է մեր գործընկեր Արթուր Սարգսյանը եւ նա արդեն երկրորդ շաբաթ է զրկված իր խոսքը ազգային ժողովի ամբիոնից հնչեցնելու։ Իբրև նախաբան Տիկին Կարապետյանին չեմ կարող չանդրադառնամ, որտեղ ես ահավոր ներվայնանում եմ, երբ որ պատմական փաստերը կեղծվում են։ Ահավոր ներվայնանում եմ հատկապես այն հերոսական փուլի պատմական փաստերը, որ կեղծում եմ, որի շարքային անդամ երիտասարդ երջանկություն եմ ունեցել։ Հազար ներողություն պարոն Մանուկյան, ես ներվայնանում եմ, քանի որ աղմուկ կա, խնդրում եմ դադարեցրեք աղմուկը, հարգելի գործընկերներ։ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի անդամ ընտրվել է 89 թվականի օգոստոսին Վանաձորից։ 92 ասեցի, ասեք 92-ին հելել եկել է 90 թվականի մայիսին ի թիվս 13 արցախցիների Հայաստանի Գերագույն խորհրդի նոր ընտրություններով ընտրվել է Գերագույն խորհրդի պատգամավոր եւ նաեւ նախագահության անդամ։ 92 թվականին Ռոբերտ Քոչարյանը, ինչպես Արցախի բոլոր մեր հայրենակիցները, այդ թվում իր ընտանիքով, դեռ Լևոնը Քոչարյան փոքր երեխա եղել, իր ընտանիքով Ստեփանակերտի գնդակոծությունների տակ շարունակել էին կազմակերպական գործը, որն ի վերջո հանգեցրել է 94 թվականին հաղթական այն զինադադարին, որը շարունակվել է մինչև 2020 թվական ռազմական թեթև բախումներով։ Տիկին Կարապետյանը ներկայացնում է, թե դաշնակցություն Ռոբերտ Քոչարյան հակասություններ ունեցել։ Իրականում, եթե ուսումնասիրեք այդ շրջանի Արցախի Գերագույն խորհրդի աշխատանքը, ամեն նորմալ մարդ հպարտություն կապրեր, որովհետև մտքերի բախումները, տեսակետների բախումները, որ եղել է Արցախի Գերագույն խորհրդում 91 թվականի դեկտեմբերի ընտրություններից հետո, երբ որ Գերագույն խորհրդի նախագահ 92-ի հունվարի 8-ին ընտրվեց Արթուր Մկրտչյանը, ուղղակի նախանց կապրեք, օրինակ համեմատելով ներկայիս մեր ազգային ժողովը։ Այն Գերագույն խորհուրդն էր, որի անդամ օրինակ Դաշնակցության Արցախի կենտրոնական կոմիտեի անդամ Վիգեն Գրիգորյանը նահատակվեց։ Այն Գերագույն խորհուրդն էր, որտեղ Քարինտակի Դաշնակցության կենտրոնական կոմիտեի անդամ Վաղո Արուշանյանը նահատակվեց։ Վաղոյի տղան արդեն 44-օրյա պատերազմում նահատակվեց այդ Գերագույն խորհրդի անդամների մի կարևոր մասը։ Եվ պետք չի այդ քաղաքական պայքարը, բախումները, որ եղել են Արցախում, ներկայացնել ինչ որ արտառոց բան։ Հիմա այսօրվա օրակարգի հետ կապված, որպեսզի պատկերացնենք իշխանությունների վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության քաղաքական իշխանության վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի նկատմամբ, ես մի քանի տարի առաջ գնամ։ 21 թվական օգոստոս 18 այստեղ մեր գործընկերների չաթերը կհիշեն։ Սահմանային լարվածությունն էր, Հայաստան խմբակցությունը նախաձեռնեց զինված ուժերում սահմանում տեղի ունեցող հարցերի շուրջ պաշտպանության նախարարը ներկայանա ազգային ժողով։ Այդ ժամանակ ազգային ժողով եկավ այդ օրերին զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ օպերատիվ գլխավոր վարչության պետ, ներկայիս գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։ Փակ աշխատանքային հանդիպում էր։ Դրանից երկու օր հետո նախկին զինվորականները ասին, լսեք, Ասրյանին հաստատ հանելու է։ Մի քանի օր հետո զանգին ասին Գեղամ, որտից գիտես։ Իսկ գիտեք պատճառն ինչ էր։ Էդվարդ Ասրյանը այդ օրը որ եկել ազգային ժողով, մի քանի ամիս առաջ մայիսին է նշանակվել գլխավոր շտաբի պետի տեղակալ օպերատիվ գլխավոր վարչության պետ։ Ուղղակի այդ հանդիպանը Սեյրան Օհանյանը հարցրեց, մեկ էլ Ասրյանը դե զինվորականա, քաղաքականապես չի կարողացել այդ ժամանակ բանանի, ասեց Սեյրան Մուշեղիչը կանգնածա բանակի ակունքներում, լավ հրամանատարավ մի քանի հատ գովաց, զգացի պարոն Քոչարյանի դուրը չեկավ Անդրանիկ, Հակոբ Արշակյանի դուրը չեկավ եւ ԿՊ պատգամավորների մի քանի օր հետո մայիսի նշանակված գլխավոր շտաբի պետի տեղակալ օպերատիվ գլխավոր վարչության պետ Էդվարդ Ասրյանի սեպտեմբերին հանեցին։ Մի քանի ամիս աշխատեց։
որտեղ Սեյրան Օհանյանն էր գովածը։ Իհարկե Էդվարդ Ասրյանը ցավոք սրտի մինչև հիմա իր պաշտոնական կենսագրությունում խուսափում է գրի, որ 21 թվականի սեպտեմբերից մինչև 22 թվականը եղել է Արցախի պաշտպանության բանակի շտաբի պետ։ Այդ իր գործն է։ Մեր հանձնաժողովը, պաշտպանության հանձնաժողովը իրականում անցնող 5 տարիներին ակտիվ գործունեության մեջ է եղել։ Մենք այստեղ ահավոր քաղաքական բախումներ ենք ունեցել, ամենասուրբ բառերով, նաև հանձնաժողովում, շատ լարված օրեր ենք ունեցել, բայց քանի որ խոսքը վերաբերվել է Հայաստանի Հանրապետության անվտանգային համակարգին, մեր զինված ուժերին, չի եղել որևէ աշխատանքային քննարկում, որևէ մասնագիտական քննարկում, կատարողական բյուջեի նախագիծ, որ ընդդիմադիր падգամավորներով ակտիվ մինչև վերջ ներկայություն չունենանք։ Սա հանձնաժողովի մաս։ 23 թվականին Հայաստան խմբակցությունը նախաձեռնեց փակ նիստ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ստեղծված իրավիճակը, խնդիրները, հրատապ անելիքները թեմայով վաղ եմ ունեցել զեկուցալ բերելու։ Մի մասը այս զեկույցի փակ էր, գաղտնի էր, չեմ կարողացել հրապարակել։ Այստեղ մատնանշված են բազմաթիվ խնդիրներ, որոնք 23 թվականին մեր զինված ուժերի առջև ծառացած են։ Կանդրադառնամ դրանցից մի քանիսին։ 23 թվականին քննադատել եմ զինված ուժերի գլխավոր շտաբում կադրային խայտառակ թափուր տեղերը, ամենաբարձր պաշտոններին, ամիսներով գլխավոր վարչության պետեր, կորպուսի հրամանատարներ չեն նշանակվել։ Հիմա 26 թիվն ենք։ 26 թիվն ենք։ Հայաստանի Հանրապետության ռազմավարական կորպուսներից մեկի, 3-րդ բանակային կորպուսը հուլիսի 7-ից հրամանատար չունի։ Չունի։ Այստեղ Պարոն Գաբրելյանը, կարծեմ Վիլյամ Գաբրելյանը Արտուրը խոսեց, հատուկ նշանակության ստորաբաժանումների կարևորությունը։ Ադրբեջանը առօրյականից գիշեր կենտրոնացած է այդ զորամիավորումների ձևավորման կատարելագործման վրա։ Հուլիսի 7-ից Հայաստանի Հանրապետության զինված ուժերը չունեն հատուկ նշանակության ստորաբաժանումների հրամանատար։ Հանել են։ Իմիջիալոց սրտի խորքում ասի լավ էլ արել են, հանել են։ Գնդերեցների դեմ ամենակեղտոտ արշավ մղող Դավիդյան, հանեցին ու ուղարկեցին տուն, հիմա թափուր է, պաշտոնը չկա, և իրականում կադրային հարցում բազմաթիվ են եղել և երիտասարդ, և կայացած, և խելացի զինվորականներ, որոնք մի քիչ անհուսալի լինելու պատճառով այսօր զինված ուժերում չեն, ուղարկվել են թոշակի, պետությունը միլիոններ է ծախսել, Զինվորական ակադեմիաներ է ուղարկել, գլխավոր շտաբի ակադեմիա է ուղարկել, պրոզա է ուղարկել, միլիոնները ծախսել է, բայց ասել են անհուսալի է, գնա տուն։ Երկրորդը, այս անցնող նախընտրական շրջանում շատ խոսվեց 25-օրյա վարժական հավաքների մասին։ Նայեք, մեր հանձնաժողովում պարբերաբար այդ թեմայով խոսել են, պարբերաբար բարձրաձայնել ենք, 25-օրյա վարժական հավաքներ այո կարևոր է։ Այո, ռեզերվի հետ կապած պարբերական ուսուցումը խիստ անհրաժեշտ է, բայց անթույլատրելի է, ինչպես անցնող տարիներին, հիմա հատկապես, որ 25-օրյա վարժական հավաքները դարձել են մահակ, քաղաքական մահակ, բոլորդ ականատես եք եղել, այդ Ռուսաստանից եկողները հիմա արդեն մոդա է դառել, մարդիկ գնում են Վրաստան հանգստանում, գալիս են, հենց սահմանացնում են միանգամից վարժական հավաքի կադրը։ Ռուսաստանում իրենց հոգևոր ծառայություն մատուցող քահանաների մի կարևոր մասը տարբեր առիթներով եկել է հայրենիք, ընտանիքը այստեղ է ապրում, միանգամից 25-օրյա վարժական հավաքների են ճանապարհում։ Իրականում օրերս հետ հանդեսի տպագրած նյութը վարժական հավաքների եղած խնդիրների մասին։ Ինքը շատ ծանր էր խոսում էր, դրա համար գլխավոր շտաբի պետը շտապեց մի անգամից գնա այդ մարտական դիրքերը, հետո բոլորին էլ հասկանալի էր անձեն ասկով, որ շեֆի գալուն պատրաստվել են, էլի, բիրք եկեբաները, ամեն ինչը պատրաստել էին, բայց այդ պրոբլեմը կա։ Իմիջիալոց այս կտրվածքով
պարոն Ալեքսանդրը մի անգամ ֆրակցիայի անունից էլ էլի։ Այս կտրվածքով կարծում Սասուն Միքայելյանը կհաստատի այսօր առաջնագծում արտական հերթապահություն իրականացնող մեր հայրենակիցների չաթերը, որ երկրապահի շրջանակներում այլ ձևաչափերով իրականացնում են, վերջին մի քանի ամիսներին լրջագույն խնդրի առաջ են կանգնել։ Բոլորին էլ հասկանալի է, չէ՞, այո, հայրենասիրությունը կա, բայց նաև մարդիկ մարտական հերթապահությունը տարիքում գնում են նաև գումար ստանալու համար, որը շատ էլ մեծ չի։ Գիտեմ, որ այդ մարդիկ մի տնից ցենք, մի տեղից չենք հասկանում են, որ դահը կա, հազարավոր մեր հայրենակիցներ դահակայի տակ են։ Առաջ ոնց էր գալիս էին 15 օր հետո գնում էին անձնագրով փոշտ, այդ գումարը ստանում են։ Հիմա քարտերի վրա է։ Մարդը գնում է հայրենիքի ծառայությունը մատուցում է, շահում է մեր դահակը։ Փողը մի անգամից փոխանցված փողի մի առույցի բաժինը գնում է դահակը։ Անցնող 5 տարիներին ամենօրյա իմ խոսակցության նյութ ա եղել ատեստացիան։ Մեր խոսակցության նյութ ա եղել ատեստացիան, որովհետև պարբերաբար շեշտել ենք, որ ատեստացիան մասնագիտական առաջխաղացման, մասնագիտական համապատասխանելիության հարց է եւ ոչ թե փող բաժանելու հարց է։ Դրա համար անցնող տարիներին այս ընտրություններին համոզված շարունակել ենք պնդել, որ մեր բանակում զինված ուժերում վարձատրության բազային աշխատավարձի փոփոխությունն է, որ հարցը լուծում է։ Ու պարզ օրինակը ես ձեզ ասեմ, մի 2 տարի առաջ էր կորպուսներից մեկ նոր տարվան նոր գործընկերներին տեղեկացնեմ, ավանդաբար ընդդիմադիր բոլոր պատգամավորները, շատ պատգամավորներ նոր տարվա վերջի 2 օրը բոլոր մարտական հենակետերով գնում են զինվորներին նոր տարի շնորհավորելու։ Գնացել ենք հրամանատարներից մեկն է, դե ասում ընդդիմադիր պատգամավորը զգուշել եմ, պարոն Մանուկյան, ատեստացիան հանձնել եմ, փողս ավելացել է, բան, հերել ենք պոստ, զինվորների համար ճաշ եմ սարքում։ Մեկ էլ ասեմ, տղեկ, երբ եք պոստ բարձրացել, դա դեկտեմբեր 28-29-ն է։ Նոյեմբերի առաջի օրերին, ասեմ նոյեմբեր, դեկտեմբեր, հունվարի կես նոր իջնելու եք, 3 ամիս համարյա։ Այս հրամանատարը զգաց, ինչա կատարում, աչքերը իջացրեց։ Հետ գալուց ասում, լսի, քանի կոպեկի արժեք ունի քո բարձր աշխատավարձը, եթե դու չես կարողանում կազմակերպել քո զորամիավորումում մարտական հերթապահությունը։ Այս դժբախտ դեպքերը, որ կան, ստատիստիկան, որ նայենք, քանի կոպեկի արժեք ունի այդտեղ ատեստացիայով, չգիտեմ, հրամանատարի տեղակալի աշխատավարձի բարձրացումը, եթե իր աշխատանքի ծառայության մեջ նա թերացել է։ Հիմա մի հատ ուրիշ ահավոր բան է կատարվում։ Շատ խոսվեց զոհվածների ցանկերի հետ կապված։ Պարոն Գաբրելյան, զինապահում չկա 44 օրյա պատերազմում մեր նահատակների, զոհվածների բոլորի անունը։ Չի հրապարակվել 22 թվականի սեպտեմբեր 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով բոլոր զոհվածների անունը։ Իդեպ անցած տարի զինուց ծրագիրը այդ օրը որոշեցի նայեմ սեպտեմբերի 13-ին նույն օրն են զոհվել։ Ամբողջ հաղորդման մեջ մի բառ չասեց, որ մեր զինված ուժերի 264 զինծառայող զոհվել է 3 տարի առաջ։ 23 թվական սեպտեմբեր 19-20 Արցախի պաշտպանության բանակի զոհերի անունները պաշտպանության նախարարությունը տրամադրեցին, բայց գաղտնի գրությամբ, որ ես հատիկ անունները չկարողանամ հրապարակել։ Չկա այդ ցանկերը։ Ճիշտ է, զինապահում հիմական նահատակների մասին կենսագրություններ, բայց բոլորը չի։ Օրինակ ինձ դիմել են որպես երկիր մեդիա, մենք ժամանակին մեզ բացակայ չդնեք, շարք ունենք մոտ 2300 նահատակի մասին վիդեոհոլովակներ ենք, բայց դա թերի է։ Ինչ վերաբերվում է վերջին շրջանում զոհերի թիվը, մի ահավոր բան է կատարվում։ Հայաստանում մամուլում միշտ եղել է ոսկե օրենք։ Բանակում զոհի մասին մեկս իրավունք չունեինք խոսելու, մինչև պաշտպանության նախարարությունը չհայտարարե։ Մեր համար դա սրբություն էր, որտեղ բոլորս հասկանում ենք զոհի մասին լուրը տաս, չասես Գեգամ Մանուկյան, ամբողջ զինված ուժերում ծառայողների ծնողների սիրտը պայթելու է։ Հիմա վերջին շրջանում բեժները չի, որ դիտի ինչ լսում է տպում է։ Անունը չկա, 2-3 օրով անուն չեն հրապարակում, բայց հիմա ավելի սարսափելի տեղ ենք հասել։ Հիմա այլևս պաշտպանության նախարարությունը իր զինծառայողի եղերական մահը, ինքնասպանությունը, սպանությունը, դժբախտ դեպքը ոնց կուզեք, չի էլ հաղորդում, չի սփոփում այդ զոհվածի հարազատների, ընտանիքի անդամներին, այդ գործը թողել են քննչական կոմիտեին։ Քննչական կոմիտեն հարուցվել է քրեական գործ ու հպարտ են։
արդյունքում զինված ուժերի զինծառայողի նկատմամբ վերաբերմունքը։ Մյուս հարցը, նայեք, այս տարի ԿՊ-ն ընտրություններից առաջ կրճատեց ծառայությունը, 1.5 տարի։ Շատ լավ, 1.5 տարի։ Բայց 1.5 տարի կրճատելը, այ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին ասում ենք հիմնավորում ունեք, քանի անգամ նամակագրեցի հիմնավորում չեղավ։ Բոլորի հիմքը հիմնավորումների Նիկոլ Փաշինյանի Facebook-յան լայվն էր։ Դա չտվեցին հիմնավորումներ։ Դեռ հարց, որ եթե ունեն հիմնավորումներ հուլիսյան ամառային զորակոչը ինչի տեղափոխեցին հունվար։ Բայց այստեղ կա մի կարևոր բան։ 1.5 տարի ծառայությունը պաշտպանության նախարարությունը գլխավոր շտաբ ասում է ուսումնական ծրագրերը փոխվել են։ Տրամաբանությունը ընդհանրապես զինված ուժերի պարտադիր ծառայության հետևյալն է։ Դպրոցում կար նախնական զինվորական պատրաստություն եւ դպրոցական տարիներից նախնական զինվորական պատրաստության արդյունքում ինչ որ մակարդակ կայացած 18 տարեկան մեր երիտասարդը գնում է զինված ուժեր ծառայելու։ Հիմա հանել է, հանում են ու փոխում են անվտանգային կենսագործունեություն։ Դպրոցական տղեն, որ 2 տարի դպրոցում դեմը տեսնում էր սպա, հոգեբանորեն հատկապես հիմա զինվորական այդ 18 տարեկան ագրեսիվ մի քիչ տաքարյուն երիտասարդի բանակի հետ սինխրոնիզացման կարևոր 2 տարի էր, երբ որ հա իր սպա զինղեկը նկատողություն կարող աներ, գնահատական ցածր նշանակեր բարձր։ Հիմա այդ զինղեկի անունը վերանում է։ Այսինքն այն 2 տարին որ դարել է 1.5, դեռ այն դպրոցական նախապատրաստությունն էլ վերջանում է։ Հիմա բանակի հեղինակություն շատ են ասում։ Այս 2.5 տարի ԱՊՆ-ից փորձում եմ ստանալ փառքի անկյունների նմուշ, որոնք հանվեցի։ Թե մրցույթ ենք հայտարարել, տենդերը չեղավ 24-ին, 25-ին պիլոտային ինչ-որ ծրագիր, մինչև հիմա չեմ կարողանում։ Եվ վերջապես Անդրանիկ Քոչարյանը կասեր Գեղամ Մանուկյանի սիրելի թեման։ Հանդերձանք։ Նայեք, ամեն կառավարության ծրագրի հաշվետվության ժամանակ խոսացել ենք։ Ինչ ա եղել։ Պատերազմից հետո բնականաբար խոսում էր հանդերձանքը փոխելու մասին։ Մեկ էլ 23 թվին թիկունքի պետը հայ զինվոր թերթին հարցազրույց տվեց, որ 24 թվականը զինված ուժերը ունենալու է նոր հանդերձանք։ 24-ին չկար, ասում եմ, ուրա, տենդեր ենք հայտարարել, չի եղել։ 25, տենդեր ենք հայտարարել, չի եղել, ինչ որ ակնարկում են ամերիկացիների հետ։ Բան, այս տարվա 25-ի վերջին մեկ էլ ասեցին Ամերիկայից ֆորմեկ են եկել։ Այդ որ ասեն ֆորմեկ, ամբողջ զինված ուժերի չի, մի 3000 հատ է։ Ու ասեցին, որ փորձարկում է անցնելու զինված ուժերում։ Դե մի քանի ամիս թող փորձեն։ Ինչքան հետաքրքրում է փորձարկումը ոչ միտեղ չէր արտան։ Այս տարվա մայիսի 28-ին ախր ժողովուրդ բառը բանա օդի մեջ չի հայտարարվեց տողանց անցնելու է զինված ուժերի նոր համազգեստով։ Բայց մենք փորձարկում, դա կարողա չի հաստատվում։ Ու այնքան էր այդ քարոշա մեքենան ասել նոր համազգեստ։ Այդ պարադի հաջորդ օրը խանութը մի հատ հին ֆորմով տղա էր կանգնած, մեկն ասեց, «Էս մեր նոր ֆորման է բանակի»։ Կարևոր է Աջափնյակի մետրոյի նման տպավորությունը թողել էին։ Բայց հիմա էլ այն օրն եմ անդրադարձել, գլխավոր շտաբի պետը նոր ֆորմով է, օրը Միգուրինի էլ բանա բերետ է փոխում, հիմա ոնց որ թե ասել են, ով ինչ ռոդ վոյսկից է, այդ գույնի բերետ պետք է կրի։ Բայց գնում կանգնում է բանակի դեմ, բոլորը հին հանդերձանքով էր։ Բանակ զորակոչվող տղեն, որ մի քանի ամիս է ինքը ծնողը լսել է, որ նոր հանդերձանք է բանակում, էլի հին հանդերձանքը ստացել է, գնացել է իր ծառայությունը մատուցել։ Կարևորը կոստումներն են, ռուսական մի խոսք ասում, տоварищ генерал, вы детей любите, детей нет, но сам процесс, հիմա կարևորը այս process-ն է։ Բայց ռազմարտությունների մասին շատ կուզեի խոսել, բայց չեմ անդրադառնա ԱԱՑ-ը, երկու բան ասեմ։ ԱԱՑ-ում ավելի հեշտ փոխում են սահմանապահ զորքերի հրամանատարներին, քան որևէ այլ բան։ Նայեք, Արման Մարալչյանը նշանակվեց 20 թվականի հոկտեմբերին, որտեղ այս իշխանության առաջին նշանակած սահմանապահ զորքերի հրամանատարը են խաղապահները, որ դուրս եկան փողոց, դրանց հրամանատարներ, պրավալ տվեց ռազմական գործողությունների ժամանակ իր գործը։ Արման Մարալչյանին հանեցին Տեր գյուղի միջադեպի համար։
Քննություն տարվեց։ Վերջում Աննա Գրիգորյանը հարցում էր, ասեցին, որևէ զանցանք Արման Մանուկյանի վրա չկա։ Բայց մարդը այլևս չկա։ Հետո մնացած բոլոր ով նշանակվել է մի քանի ամսով։ Ավարտեք։ ԱԱԾ-ի բախտը բերեց, այնքան բան ունեի ասելու, բայց դա հանձնաժողովի նիստերին կասեմ դեռ։ Շնորհակալություն, Մեծրոպ